1995 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հեռուստատեսությամբ, որ Դաշնակցությունը պատրաստում է պետական հեղաշրջում, շատերը չհավատացին։ Բայց դրա հետևանքները փոխեցին մի մարդու ճակատագիրը՝ Վահան Հովհաննիսյանինը։ Նրան ձերբակալեցին 31 այլ անձի հետ միասին։ Մեղադրանքը պարզ էր՝ զինված հեղաշրջման փորձ, բայց ապացույցներ չկային։ Գոյություն ուներ արդյոք այն գաղտնի ուժը, որը կոչվում էր «Դրո խումբ», թե դա էր քաղաքական որսորդության արգելոցը։ 3 տարի Հովհաննիսյանը կմնա բանտում, 3 տարի նա կլռի, իսկ երբ ազատ կարձակվի, կդառնա խորհրդական նոր նախագահի մոտ, Ռոբերտ Քոչարյանի մոտ, որը նրան ազատել էր։ Այսօր, տարիներ անց, մենք փորձում ենք հասկանալ, ինչ էր ճշմարտությունը։ Ինչպես կարող էր մի մարդ, որը 3 տարի նստել էր իշխանության կողմից, դառնալ իշխանության խորհրդական։ Ինչպես կարող էր մի քաղաքական գործիչ, որը հռչակվում էր որպես սկզբունքային մարդ, ապրել երկու կյանք միաժամանակ։ Վահան Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Նրա ընտանիքը չէր պատկանում նոմենկլատուրային վերնախավին։ Նա սովորել է Մոսկվայի մանկավարժական համալսարանում, ավարտել պատմության եւ հնագիտության մասնագիտությամբ։ 1978 թվականին, երբ վերադարձավ Երևան, աշխատեց որպես գիտական աշխատակից Էրեբունի թանգարանում։ Դա ժամանակաշրջան էր, երբ խորհրդային համակարգը դեռևս ամուր էր, բայց արդեն երևում էին ճաքերը։ 1988 թվականին հնագիտական պեղումների ժամանակ Կոտայքի մարզի Կարաշամբ գյուղում Հովհաննիսյանը գտավ հնագույն արծաթե գավաթ, որը թվագրվում էր 2200-րդ դարով մինչև մեր թվականությունը։ Այդ գտածոն դարձավ նրա գիտական հեղինակության հիմքեկության հիմքերից մեկը։ Բայց պատմությունը, որը նա ուսումնասիրում էր որպես հնագետ, շուտով կդառնար նրա սեփական կյանքի մի մասը։ 1989 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Հայաստանը արթնացավ։ Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում էր ադրբեջանական ՍՍՀ-ի կազմում, պահանջում էր միանալ Հայաստանին։ Հովհաննիսյանը որպես պատմաբան հասկանում էր, որ դա էր պահը, երբ ազգը կարող էր վերագտնել իր իրավունքները։ 1989 թվականին նա միացավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Դա ոչ միայն կուսակցություն էր, այլ գաղափարախոսություն, որը ծագում էր դեռևս 1890 թվականից։ Դաշնակցությունը պատմություն ուներ Օսմանյան կայսրության դեմ պայքարի, հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի, առաջին Հայաստանի Հանրապետության, մի պետության, որը գոյություն ուներ 1918-ից մինչև 1920-ը։ Հովհաննիսյանի համար դա ոչ թե պարզ քաղաքական ընտրություն էր, այլ ինքնության հաստատում։ Խորհրդային միությունը տրոհվում էր։ 1990 թվականից մինչև 1992 Հովհաննիսյանը մասնակցեց Արցախյան ազատագրական պատերազմին։ Նա տեսավ, թե ինչպես են հայերը կռվում սեփական հողի համար, տեսավ, թե ինչպես են զոհվում ընկերները, թե ինչպես է կրակահատվում Ստեփանակերտը։ Նա գիտեր, որ այս պայքարը կարող է տևել տարիներ, բայց նա նաև գիտեր, որ քաղաքական ասպարեզում պետք է պայքարել այնպես, ինչպես պայքարում են ռազմական ճակատում։ 1990 թվականից նա դարձավ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հայաստանում։ 1992 թվականին ՀՅԴ բյուրոյի անդամ։ Դա նշանակում էր, որ նա այժմ կուսակցության ղեկավարության մեջ էր, որոշումներ կայացնող կենտրոնում։ Բայց այդ ժամանակ արդեն սկսվել էր բախումը իշխանության հետ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը եկել էր իշխանության Ղարաբաղյան շարժման ալիքի վրա 1994 թվականին, սկսեց կասկածանքով նայել դաշնակցությանը։ Նրա համար ՀՅԴ-ն ներկայացնում էր վտանգ, այն ուներ ազդեցություն Սփյուռքում, ազդեցություն Արցախում, ազդեցություն ժողովրդի մեջ։ Իսկ ամենավատն այն էր, որ ՀՅԴ-ն արտահայտում էր անհամաձայնություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Տեր-Պետրոսյանի տեսակետի նկատմամբ։ Նախագահը պատրաստ էր կատարել զիջումներ Ադրբեջանին, փուլային կարգավորման անվան տակ, դաշնակցությունը դեմ էր, բախումն անխուսափելի էր։ 1995 թվականի դեկտեմբերի 28-ը, այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հեռարձակվեց հայ ժողովրդին։ Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ի ներսում գոյություն ունի գաղտնի ահաբեկչական խումբ, որը պատրաստում է պետական հեղաշրջում։ Նա անվանեց այդ խումբը Դրո խումբ, վկայակոչելով հայ ազգային հերոս Դրո Կանայանի անունը։ Հաջորդ օրերին սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, ձերբակալվեցին տասնյակ ՀՅԴ-ականներ, կուսակցությունը արգելվեց։ Վահան Հովհաննիսյանը հայտնվեց այն 31 անձանց շարքում, ովքեր մեղադրվում էին զինված հեղաշրջման փորձում։ Նա ձերբակալվեց հունվարին։
Դատական գործընթացը սկսվեց 1995 թվականի հուլիսին և տևեց ավելի քան տարի։ Amnesty International-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փաստագրեց բազմաթիվ խախտումներ, կային ցուցմունքներ, որ ձերբակալվածներին ճնշում էին, որպեսզի խոստովանեն։ Հովհաննիսյանը դատավարության ընթացքում հերքեց մեղադրանքները։ Նա ասաց, որ դրո խումբ անունով ոչինչ գոյություն չի ունեցել, որ այս ամբողջը սահմանադրված է իշխանությունների կողմից հեռացնելու ՀՅԴ-ին քաղաքական ասպարեզից։ Բայց դատարանը չլսեց։ Հովհաննիսյանին դատապարտեցին, նա մտավ բանտ։ 3 տարի նրանք անցկացնի կալանավայրում, 3 տարի կլռի։ Նրա ընտանիքը, ընկերները, կուսակցությունը պայքարում էին նրա ազատության համար։ Բայց Տեր-Պետրոսյանը անխորտակ էր։ 1995 թվականին և 1996 թվականին անցկացվեցին ընտրություններ, ընդդիմության մասնակցությունից զուրկ, քանի որ ՀՅԴ-ն արգելված էր։ Տեր-Պետրոսյանը վերընտրվեց, համակարգը թվում էր անթարցելի։ Բայց 1998 թվականի փետրվարին ամեն ինչ փոխվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հեղաշրջում չէր, այն ճնշում էր ներքուստ։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը պահանջեցին նրա հեղանալը։ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց փետրվարի 3-ին։ Քոչարյանը դարձավ նախագահ մարտին։ Իսկ առաջին բանը, որ նա արեց, հանեց ՀՅԴ-ի արգելքը։ Մեկ շաբաթից պակաս ժամանակում Հովհաննիսյանը և մյուս բոլոր կալանավորներն ազատ էին։ Այժմ մենք հարց ենք տալիս, ինչ կապ կար Քոչարյանի և ՀՅԴ-ի միջև։ Արդյոք գոյություն ուներ նախնական համաձայնություն։ Արդյոք Հովհաննիսյանի ազատումը պարզապես արդարադատության վերականգնում էր, թե քաղաքական գործարքի մաս։ 1998 թվականի մարտից 1990 թվականի մարտ Վահան Հովհաննիսյանը դարձավ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի խորհրդական տեղական ինքնակառավարման հարցերով։ Այս փաստը շատ բան է ասում։ Մի մարդ, որը 3 տարի նստել էր քաղաքական մեղադրանքներով, այժմ աշխատում է նոր նախագահի համար։ Մի մարդ, որի կուսակցությունը արգելված էր նախորդ նախագահի կողմից, այժմ համագործակցում է նախագահ Քոչարյանի հետ։ Դա համագործակցություն էր, բայց ինչ գնով։ Քաղաքագիտական վերլուծաբանները տարբեր տեսակետներ ունեն։ Ոմանք ասում են, որ Քոչարյանը պարզապես վերականգնեց արդարությունը, ազատելով անմեղ մարդկանց։ Այլք ասում են, որ Քոչարյանին անհրաժեշտ էր ՀՅԴ-ի աջակցությունը, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը։ Քոչարյանը եկել էր Արցախից, նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, հետո Հայաստանի վարչապետը։ Բայց սահմանադրական պահանջը էր, որ նախագահը պետք է լիներ Հայաստանի քաղաքացի և բնակվեր երկրում 10 տարի։ Քոչարյանը չէր համապատասխանում, նա ապրել էր Արցախում։ Այս իրավական հարցը շրջանցվեց, բայց Քոչարյանը գիտեր, որ իր լեգիտիմությունը խիստ էր։ Նրան անհրաժեշտ էր քաղաքական ուժ, որը հեղինակություն ուներ հայ ժողովրդի մեջ, հատկապես Սփյուռքում։ ՀՅԴ-ն էր այդ ուժը։ Բայց ինչ էր Հովհաննիսյանի դերակատարումը այս գործարքում։ Արդյոք նա պարզապես կատարող էր, թե ակտիվ մասնակից։ Արդյոք նա գիտեր, որ իր ազատումը մաս էր ավելի լայն հաշվարկի։ 1995 թվականին Հովհաննիսյանը ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր։ Նա ներկայացնում էր Դաշնակցությունը։ Կուսակցությունը ստացավ տեղեր պարլամենտում, ազդեցություն կառավարության մեջ։ Հովհաննիսյանը դարձավ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս պաշտոնը զգալի էր։ Նա վերահսկում էր անվտանգության ոլորտը, բանակի հարցերը, ոստիկանության աշխատանքը։ Դա իշխանություն էր։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ողբերգություն, որը ցնցեց Հայաստանը։ Ահաբեկիչներ ներխուժեցին պարլամենտի շենք և կրակոցներ արձակեցին։ Սպանվեցին 8 մարդ, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանը և ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Այս ողբերգությունն անվանվեց հոկտեմբերի 27։ Մինչ օրս չկա համընդհանուր համաձայնություն այն մասին, թե ով էր իրականում դրա հետևում։ Ահաբեկիչների առաջնորդը Նաիրի Հունանյանը նախկինում եղել էր ՀՅԴ անդամ, բայց հետագայում հեռացվել էր կուսակցությունից։ Վահան Հովհաննիսյանը այդ ժամանակ ազգային ժողովի շենքում էր, բայց չէր այն սրահում, որտեղ տեղի ունեցավ կրակոցը։ Նա փրկվեց պատահականության շնորհիվ։ Հետագա տարիներին Հովհաննիսյանը շարունակեց իր քաղաքական կարիերան։ 1200 թվականին նա ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ։ Այս պաշտոնը նա կպահեր մինչև 1208 թվականը։ Այս ժամանակահատվածում ՀՅԴ-ն մաս էր կազմում իշխող կոալիցիայի։ Կուսակցությունը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ, նախագահ Քոչարյանի, ապա նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։
Դա նշանակում էր, որ Հոյոդան այլևս ընդդիմություն չէր, այլ իշխանության մաս։ Բայց ինչպես էր այդ համապատասխանում սկզբունքներին, որոնք կուսակցությունը պաշտպանում էր։ Ինչպես էր Հովհաննիսյանը հավասարակշռում իշխանության մեջ լինելու և սկզբունքայնության պահպանելու միջև։ 1207 թվականի նոյեմբերի 24-ին և 25-ին Հոյոդան կազմակերպեց նախնական ընտրություններ (primaries)։ Դա էր առաջին անգամը հետխորհրդային Հայաստանում, երբ կուսակցությունը անցկացնում էր հասարակական քվեարկություն ընտրելու իր նախագահական թեկնածուին։ Երկու թեկնածու կային՝ Վահան Հովհաննիսյանը և Արմեն Ռուստամյանը։ Մոտ 300,000 մարդ քվեարկեց։ Հովհաննիսյանը հաղթեց 53% ընդդեմ 47%-ի։ Նա դարձավ Հոյոդայի պաշտոնական թեկնածուն 1208 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ ընտրություններում մրցակիցները ուժեղ էին։ Սերժ Սարգսյանը, վարչապետը, և նախագահ Քոչարյանի ընտրված հաջորդը ներկայացնում էր իշխանության շարունակականությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին նախագահը, որը հրաժարվել էր 10 տարի առաջ, վերադարձել էր քաղաքականություն և համախմբել էր ընդդիմությունը։ Արթուր Բաղդասարյանը, նախկին Ազգային ժողովի նախագահը, ևս մրցում էր։ Հովհաննիսյանը գիտեր, որ հաղթելու շանսը փոքր է, բայց նա ուներ ուղերձ։ Բայց այստեղ էր հակասությունը։ Հովհաննիսյանը մրցում էր իշխանության դեմ, թեև իր կուսակցությունը իշխանության մաս էր կազմում։ Ինչպես կարող է քաղաքական գործիչ քննադատել իշխանությունը, երբ նա ինքը աշխատում է իշխանության համակարգում։ Սա էր այն հիմնական հակասությունը, որը կորիզում էր Հովհաննիսյանի քաղաքական կերպարը։ Քարոզարշավը սկսվեց հունվարի 21-ին։ Տեր-Պետրոսյանը սաստիկ հարձակվեց Սարգսյանի և Քոչարյանի վրա, մեղադրելով նրանց կոռուպցիայի և հողագող վարչակարգ ստեղծելու մեջ։ Հովհաննիսյանը խոսում էր մենաշնորհների խզման, տնտեսական զարգացման խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Բայց նրա ուղերձը կորչում էր Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի բախման աղմուկի մեջ։ Փետրվարի 19-ին տեղի ունեցավ քվեարկությունը։ Պաշտոնական արդյունքները՝ Սերժ Սարգսյանը 53%, Լևոն Տեր-Պետրոսյանը 17%, Վահան Հովհաննիսյանը 6,2%։ Հովհաննիսյանը երրորդ տեղում էր։ Ընդդիմությունը չընդունեց արդյունքները, մեղադրելով կեղծիքներում։ Սկսվեցին բողոքի ակցիաներ։ Փետրվարի 21-ին Վահան Հովհաննիսյանը հրավիրական տվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նա հայտարարեց, որ անհամաձայն է ընտրությունների անցկացման ձևին։ Դա էր սկզբունքային քայլ։ Նա հեռացավ իշխանությունից բողոքի նշան, բայց նա չմիացավ Տեր-Պետրոսյանի ղեկավարած բողոքներին։ Նա պահպանեց հեռավորությունը։ Մարտի առաջին օրը ընդդիմության բողոքները բռնությամբ ցրվեցին։ 10 մարդ սպանվեց, 8 ցուցարար և 2 ոստիկան։ Նախագահ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն։ Բանակը մտավ Երևան։ 20 օր քաղաքը կտառապեր ռազմական իրավիճակում։ Մարտում ընտրությունների ավարտից մեկ ամիս անց Հոյոդան հայտարարեց, որ մտնում է կոալիցիա նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պատճառաբանությունը՝ կայունության ապահովումը, ճգնաժամի հաղթահարումը ուժերի միացման միջոցով։ Հոյոդայից նշանակվեցին 3 նախարարներ՝ գյուղատնտեսության, կրթության և աշխատանքի։ Հովհաննիսյանը մնաց падգամավոր, բայց այլևս ոչ փոխնախագահ։ Այստեղ է հարցը. արդյոք Հովհաննիսյանի փետրվարի 21-ի հրաժարականը իսկապես սկզբունքային էր, թե դա էր համակարգված քայլ։ Արդյոք կուսակցությունը գիտեր, որ Հովհաննիսյանը կհեռանա, որպեսզի պահպանվի մաքուր կերպարը, մինչդեռ կուսակցությունը կմտներ կոալիցիա։ Արդյոք դա էր քաղաքական թատրոն։ 1209 թվականի ապրիլի 23-ին Հոյոդան հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից։ Պատճառը՝ անհաղթահարելի տարաձայնություններ արտաքին քաղաքականության հարցերում։ Ինչ էր տեղի ունեցել։ Ապրիլի 22-ին, 2 օր առաջ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից, Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները հրապարակեցին համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ մշակվել է ճանապարհային քարտեզ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման համար։ Սա նշանակում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, համագործակցություն։ Հոյոդայի համար դա անընդունելի էր։ Կուսակցությունը թյունը պահանջում էր, որ Թուրքիան նախ ճանաչի հայոց ցեղասպանությունը, նախ հատուցում տա, նախ դադարեցնի Ադրբեջանին աջակցելը Ղարաբաղյան հարցում։ Բայց Սարգսյանի իշխանությունը շարժվում էր այլ ուղղությամբ։ Հոյոդան դուրս եկավ կոալիցիայից։ Բոլոր նշանակված նախարարները հրաժարվեցին։ Հովհաննիսյանը աջակցեց այս որոշմանը։ Նա դարձավ կտրուկ քննադատ Հայաստան-Թուրքիա պրոտոկոլների, նա մասնակցեց բողոքի ակցիաներին Երևանում, նա խոսեց Սփյուռքի համայնքներում, մոբիլիզացնելով հակադրությունը։
Հոկտեմբերի 10-ին 1209 թվականին Զյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու պրոտոկոլ, բայց պրոտոկոլները երբեք չիրականացվեցին, Թուրքիայի պարլամենտը չվավերացրեց, Ադրբեջանը ճնշում գործադրեց Անկարայի վրա, Հայաստանի պարլամենտը նույնպես դանդաղեցրեց գործընթացը։ Հոյոդոն շարունակեց իր քարոզարշավը պրոտոկոլների դեմ։ 1218 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը ֆակտիկորեն հայտարարեց պրոտոկոլները անվավեր։ Վահան Հովհաննիսյանը դարձավ այս պայքարի դեմք, նա ճանաչվեց որպես մարդ, որը կանգնել էր սկզբունքների վրա, որը հրաժարվել էր իշխանությունից հանուն ազգային շահերի։ Բայց կային նրանք, ովքեր հարցնում էին, արդյոք դա իսկապես էր նրա անձնական դիրքորոշումը, թե կուսակցության կոլեկտիվ ռազմավարությունը։ Մենք գիտենք, որ քաղաքականությունը ոչ միայն հրապարակային հայտարարությունների խաղ է, այլև փակ բանակցությունների, փողզիջումների, հաշվարկների արվեստ։ Մենք գիտենք, որ քաղաքական գործիչները հաճախ խոսում են մեկ բան, բայց գործում են այլ կերպ։ Բայց Հովհաննիսյանի դեպքում մենք տեսնում ենք շաբլոն, որը կրկնվում է։ Նա բողոքում է, նա հեռանում է, նա քննադատում է, բայց նրա կուսակցությունը հետո վերադառնում է կոալիցիա։ 1212 թվականին Հոյոդան կրկին մտավ պարլամենտ ընտրությունների միջոցով, բայց արդեն որպես ընդդիմություն։ Հովհաննիսյանը մնաց պատգամավոր, նա շարունակեց իր աշխատանքը։ Նա էր Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։ Նա ղեկավարում էր Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայում։ 1213 թվականի դեկտեմբերին Վահան Հովհաննիսյանը նշանակվեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայում։ Դա էր պատվավոր նշանակում։ Բերլինը Եվրոպական միության ամենազորեղ երկրի մայրաքաղաքը։ Հովհաննիսյանը տեղափոխվեց այնտեղ ամբողջ ընտանիքով, բայց նա չէր վայելի երկար ժամանակ այդ պաշտոնը։ Դեկտեմբերի 28-ին 1214 թվականին, ճիշտ մեկ տարի նշանակումից հետո, Վահան Հովհաննիսյանը մահացավ Բերլինում։ Պաշտոնական պատճառը պրոստատայի քաղցկեղի բարդությունները։ Նրան էր 58 տարեկան։ Նրա մահը լուր դարձավ Հայաստանում և Սփյուռքում։ Կազմակերպվեցին հուղարկավորություններ Երևանում։ Քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոյոդաականներ, պարզ քաղաքացիներ եկան ուղեկցելու նրան։ Խոսեցին նրա մասին որպես սկզբունքային մարդու, ազգասերի, պատմաբանի, քաղաքական գործչի։ Բայց տարիներ անց, երբ մենք նայում ենք Հովհաննիսյանի ճանապարհին, մենք տեսնում ենք հակասություններ։ Մենք տեսնում ենք մարդու, որը 3 տարի նստեց բանտում քաղաքական մեղադրանքներով, ապա դարձավ խորհրդական նրան, ով նրան ազատեց։ Մենք տեսնում ենք մարդու, որը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից բողոքի նշան, բայց որի կուսակցությունը հետո մտավ կոալիցիա այդ նույն իշխանության հետ։ Մենք տեսնում ենք մարդու, որը պայքարում էր Թուրքիա-Հայաստան պրոտոկոլների դեմ, բայց որի կուսակցությունը կոալիցիայում էր այն ժամանակ, երբ այդ պրոտոկոլների բանակցությունները սկսվեցին։ Արդյոք Հովհաննիսյանը ապրում էր կրկնակի կյանք։ Արդյոք նրա հրապարակային հայտարարություններն ու փակ գործողությունները տարբեր էին, թե դա էր քաղաքականության բնույթը, հավասարակշռություն գտնելը սկզբունքների և փողզիջումների միջև։ Ամերիկյան դիվանագետը WikiLeaks-ի միջոցով հրապարակված գաղտնի հաղորդագրությունում 1208 թվականին նկարագրել էր Հովհաննիսյանին որպես հստակ ամենասիրված դաշնակցականը հանրային պերսոնայով։ Դիվանագետը նշել էր, որ Հովհաննիսյանը բերում էր գրագետ, արտավայթված և հաճելի անձնավորություն կուսակցությանը, որը հաճախ պայքարում էր մռայլ հեղինակության դեմ։ Սա նշանակում էր, որ նույնիսկ արտաքին դիտորդները նկատում էին Հովհաննիսյանի հատուկ տեղը։ Նա չէր ստանդարտ քաղաքական գործիչը։ Նա ուներ հմայք, նա կարողանում էր խոսել մարդկանց լեզվով, նա ուներ մտավորականի ավուրան, բայց կարող է հմայքը թաքցնել հակասությունները։ Կարող է ճաղը ճարտասանությունը փոխարինել իրական սկզբունքայնությանը։ Մենք չունենք ինտիմ նամակագրություն Հովհաննիսյանից։ Մենք չունենք օրագիր, որտեղ նա ասում է, թե ինչ էր իրականում մտածում, բայց մենք ունենք նրա գործերը։ Այդ գործերը ցույց են տալիս շաբլոն, հրապարակային բողոք և փակ համաձայնություն։ Արդյոք սա նշանակում է, որ Հովհաննիսյանը կեղծավոր էր։ Ոչ պարտադիր։ Կարող է լինել, որ նա ապրում էր քաղաքականության բարդության մեջ, որտեղ պետք է հավասարակշռել տարբեր ուժեր, տարբեր սկզբունքներ։ Կարող է լինել, որ նա իսկապես հավատում էր սկզբունքներին, բայց նաև հասկանում էր, որ քաղաքականությունը պահանջում է փողզիջումներ։ Կարող է լինել, որ նա ըմբռնում էր, որ լավագույն ուղին ազդեցություն ունենալը լինելը համակարգի ներսում, ոչ թե դրսում բողոքելը։ Բայց եթե այդպես է, ապա ինչու նա հրաժարվեց փետրվարի 21-ին։ Եթե նա հավատում էր համաձայնության քաղաքականությանը, ինչու նա հեռացավ։ Եթե նա ընդունում էր Սարգսյանի հաղթանակը, ինչու նա բողոքեց։
Պատասխանը կարող է լինել, որ նա խաղում էր դեր։ Դերը սկզբունքային ընդդիմադիրի, որը թույլ էր տալիս նրա կուսակցությանը պահպանել երկակի ինքնություն, լինել իշխանության մաս և միևնույն ժամանակ թվալ քննադատական ուժ։ Բայց դա կարող է լինել չափազանցված ժխտականություն։ Ճշմարտությունը հավանաբար ավելի բարդ է։ Հովհաննիսյանը կարող էր լինել մարդ, որը իսկապես հավատում էր սկզբունքներին, բայց ով նաև գիտեր, որ կուսակցությունը ավելի մեծ է, քան նա, և կուսակցության որոշումները ընդունում էր, նույնիսկ եթե անձամբ չէր համաձայն։ Երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից 1209 թվականի ապրիլին, շատերը կարծեցին, որ սա էր վերջնական ընտրությունը սկզբունքների և իշխանության միջև։ Կուսակցությունը հայտարարեց, որ չի կարող համակերպվել արտաքին քաղաքականության ուղղության հետ, որը նախագահ Սերժ Սարգսյանը ընտրել էր։ Թուրքիա-Հայաստան պրոտոկոլներ էին այն կետը, որտեղ ՀՅԴ-ն ասաց ոչ։ Բոլոր նշանակված նախարարները հրաժարական տվեցին։ Վահան Հովհաննիսյանը, որը մինչ այդ խուսափում էր ուղղակի քննադատությունից, այժմ դարձավ վոկալ ընդդիմադիր այդ պրոտոկոլների։ Նա մասնակցեց բողոքի ցույցերի Երևանում, նա ելույթներ ունեցավ Սփյուռքի համայնքներում, Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում։ Նա բացատրում էր, թե ինչու պրոտոկոլները վտանգավոր են։ Նրա փաստարկներն էին հետևյալը. Թուրքիան չի ճանաչում հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում։ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ որպես տնտեսական շանտաժի միջոց։ Ինչպես կարող է Հայաստանը բանակցել այս պայմաններում առանց նախապայմանների։ Հովհաննիսյանի համար դա էր ազգային շահերի դավաճանություն։ Բայց մենք հիշում ենք, որ 1208 թվականի մարտին, երբ նախագահ Սարգսյանը երդվեց, ՀՅԴ-ն մտավ կոալիցիա հենց այդ Սարգսյանի հետ։ Այն ժամանակ արդեն սկսված էին Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունները։ Շվեյցարական միջնորդությունը գործում էր մի քանի ամիս։ Ապրիլի 22-ի հայտարարությունը, որը ճգնաժամ առաջացրեց, եկավ ոչ թե անակնկալ, այլ որպես երկարատև գործընթացի հրապարակային հայտարարություն։ Դա նշանակում է, որ ՀՅԴ-ն, երբ մտավ կոալիցիա, գիտեր, թե ինչ ուղղությամբ է շարժվում Սարգսյանի արտաքին քաղաքականությունը։ Ինչու ուրեմն կուսակցությունը մտավ կոալիցիա, եթե գիտեր, որ մի քանի ամիս անց ստիպված կլիներ դուրս գալ։ Մեկ տարբերակ այն է, որ ՀՅԴ-ն հույս ուներ, որ ներսից կկարողանա փոխել Սարգսյանի դիրքորոշումը։ Երկրորդ տարբերակն է, որ կուսակցությունը չէր ակնկալում, որ պրոտոկոլներ այդքան արագ կառաջանան։ Երրորդ տարբերակն է, որ դա ռազմավարություն էր, մտնել, ապա դուրս գալ բարձր հանգամանքի մեջ, որպեսզի պահպանվի սկզբունքային կուսակցություն կերպարը։ Հովհաննիսյանը գլխավորեց պրոտոկոլների դեմ քարոզարշավը։ Նա ասաց, որ Հայաստանը չի կարող բանակցել Թուրքիայի հետ, և Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը։ Նա ասաց, որ պրոտոկոլներում ընդգրկված է պատմական հանձնաժողովի ստեղծում, որը փաստացի կվերաբերվի ցեղասպանության ճանաչմանը։ Նա ասաց, որ սա ժխտողականության մեխանիզմ է։ Նա ասաց, որ Հայաստանը պետք է պահանջի նախապայմաններ, ոչ թե համաձայնի վերլուծության տակ դնել պատմական փաստը։ Հոկտեմբերի 10-ին 1209 թվականին Զյուրիխում, Շվեյցարիայում արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին երկու պրոտոկոլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին։ Ծարարովությունը հետաձգվեց 3 ժամ, քանի որ երկու կողմերը վիճում էին իրենց հայտարարությունների վերաբերյալ։ Վերջապես ստորագրությունը տեղի ունեցավ։ Աշխարհի շատ երկրներ ողջունեցին այս քայլը որպես պատմական։ Բայց Հայաստանում և Սփյուռքում սկսվեցին զանգվածային բողոքներ։ ՀՅԴ-ն կազմակերպեց ցույցեր Երևանում, Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները պլակատներով. «Ոչ Թուրքիայինի նախապայմաններին», «Ջանաչում առաջ, բանակցություններ հետո»։ Սարգսյանը դավաճանեց ազգին։ Հովհաննիսյանը էր այս շարժման դեմքերից մեկը։ Նա հանդես եկավ ելույթներով, ուր հստակ բացատրեց, թե ինչու պրոտոկոլները անընդունելի են։ Բայց պրոտոկոլները երբեք չիրականացվեցին։ Թուրքիայի մեծ ազգային ժողովը, պարլամենտը, չվավերացրեց դրանք։ Ադրբեջանը սաստիկ ճնշում գործադրեց Անկարայի վրա, պահանջելով, որ Հայաստանը նախ լուծի Ղարաբաղյան հակամարտությունը, նոր միայն սահմանը բացվի։ Այսինքն Թուրքիան դրեց նախապայման, որը հակասում էր պրոտոկոլներին։ Հայաստանի պարլամենտը նույնպես դանդաղեցրեց վավերացման գործընթացը։ Ռատիֆիկացիան տեղի ունեցավ, բայց պայմանով, որ Թուրքիան էլ վավերացնի։ Թուրքիան չարեց։ 1212 թվականին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է պրոտոկոլների վավերացման գործընթացը, քանի դեռ Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները։ 1218 թվականի մարտին նա պաշտոնապես հայտարարեց պրոտոկոլները անվավեր։ ՀՅԴ-ն տոնեց դա որպես հաղթանակ։
Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքը հաղթել է, որ Հայաստանը չի կարող զիջել ազգային սկզբունքներում։ Բայց ինչ էր փոխվել իրականում։ Սահմանը մնաց փակ։ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չճանաչվեց։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկային, այսինքն ամեն ինչ մնաց այնպես, ինչպես էր մինչև պրոտոկոլները։ Պարզապես կար փորձ, որը ձախողվեց։ Բայց Հովհաննիսյանի եւ ՀՅԴ-ի համար դա էր առիթ ամրապնդելու իրենց կերպարը, որպես ազգային շահերի պաշտպանների։ Հարցն այն է, արդյոք այդ ամբողջ process-ը հնարավոր էր կանխել, եթե ՀՅԴ-ն չլիներ մտել կոալիցիա 1208 թվականին։ Արդյոք եթե ՀՅԴ-ն սկզբից մերժեր Սարգսյանի իշխանությունը, Սարգսյանը կարող էր առաջ տանել պրոտոկոլները, թե ՀՅԴ-ի մասնակցությունը կոալիցիայում մի քանի ամիս պարզապես թույլ տվեց Սարգսյանին լեգիտիմություն ստանալ նախքան պրոտոկոլների հրապարակումը։ Մենք չունենք ներքին փաստաթղթեր, որոնք կպատասխանեին այս հարցին, բայց մենք ունենք ժամանակագրությունը, եւ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն միացավ Սարգսյանին, երբ բանակցությունները Թուրքիայի հետ արդեն սկսված էին, եւ դուրս եկավ միայն այն պահին, երբ դրանք դարձան հրապարակային։ 1212 թվականի մայիսին տեղի ունեցան ազգային ժողովի ընտրություններ։ ՀՅԴ-ն մասնակցեց որպես ընդդիմություն։ Կուսակցությունը ստացավ 13.1% ձայների եւ 15 մանդատ։ Դա էր ավելի լավ արդյունք, քան 1203 թվականին։ Հովհաննիսյանը վերընտրվեց падգամավոր։ Նա շարունակեց իր աշխատանքը ազգային ժողովում։ Նա գլխավորում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Նա ղեկավարում էր Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայում։ Նա մասնակցում էր Euronest խորհրդարանական ասամբլեայի աշխատանքներին, Եվրոմիության արևելյան գործընկերության պարլամենտական հարթակին։ 1213 թվականի փետրվարին նրան ընտրեցին Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի եւ Սևծովի կոմիտեի համանախագահ։ Դա էր միջազգային ճանաչում։ Նա ճամփորդում էր շատ։ Նա հանդիպումներ ուներ Բրյուսելում, Ստրասբուրգում, Մոսկվայում։ Նա խոսում էր Հայաստանի մասին, Արցախի մասին, տարածաշրջանային անվտանգության մասին։ Նա ներկայացնում էր ՀՅԴ-ի դիրքորոշումները։ Նա կառուցում էր կապեր արտասահմանյան քաղաքական ուժերի հետ, բայց Հայաստանի ներքին քաղաքականությունը մնում էր ծանր։ Սերժ Սարգսյանը ամրապնդում էր իր իշխանությունը, կոռուպցիան շարունակվում էր, տնտեսությունը դժվարանում էր, Սփյուռքից եկող ներդրումները նվազում էին, արտագաղթը աճում էր, Ղարաբաղյան հակամարտությունը մնում էր սառեցված, բայց պարբերաբար լարվում էր։ Սահմանագծին կրակոցներ էին հնչում, զինվորներ էին զոհվում։ ՀՅԴ-ն քննադատում էր իշխանությունը, բայց չէր կոչանում հեղափոխության։ Կուսակցությունը խուսափում էր արմատական ընդդիմադիրությունից։ Դա էր ՀՅԴ-ի ռազմավարությունը, մնալ պատասխանատու ընդդիմության դիճքում, ոչ թե դառնալ փողոցային պայքարի ուժ։ Հովհաննիսյանը այդ գիծը պահպանում էր։ Նա քննադատում էր կոռուպցիան, քննադատում էր մենաշնորհները, քննադատում էր ընտրական կեղծիքները, բայց նա չէր միանում Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության բողոքներին։ Նա պահպանում էր հերավորությունը։ 1213 թվականի հոկտեմբերին Հովհաննիսյանը մասնակցեց Եվրոպական հայաստանյան արդարադատության դաշնության 3-րդ համագումարին որպես հյուր բանախոս։ Այնտեղ նա խոսեց Սփյուռքի եւ Հայաստանի մասին, Արցախի մասին։ Նա ընդգծեց ՀՅԴ-ի միջազգային դերը։ Նա ներկայացրեց իր տեսլականը տարածաշրջանային համագործակցության մասին։ Եվ հենց այդ նույն ամսում, դեկտեմբերի 28-ին, 1213 թվականին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Հովհաննիսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Դա էր հեղինակավոր նշանակում։ Գերմանիան էր Եվրոպական միության ամենաազդեցիկ երկիրը, Բերլինը մի քաղաք, որտեղ ապրում էր զգալի հայկական համայնք։ Ոմանք այս նշանակումը տեսան որպես պարգև Հովհաննիսյանի երկարամյա ծառայության համար։ Այլեկ տեսան որպես իշխանության փորձ հեռացնելու Հովհաննիսյանին Հայաստանի ներքին քաղաքականությունից։ Երրորդները տեսան որպես ՀՅԴ-ի եւ Սարգսյանի համակարգի միջև նոր քողարկված համաձայնություն։ Հովհաննիսյանը տեղափոխվեց Բերլին ամբողջ ընտանիքով։ Նա սկսեց իր դեսպանական ծառայությունը։ Նա հանդիպումներ ուներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նա մասնակցում էր միջոցառումներին Բուխունդեսթագում։ Նա հանդիպում էր հայ համայնքի հետ։ Նա էր Հայաստանի ձայնը Գերմանիայում։ Բայց նրա դեսպանությունը կտևեր ընդամենը 1 տարի։ Դեկտեմբերի 28-ին 1214 թվականին, ճիշտ 1 տարի նշանակումից հետո,
Ճիշտ իր ծննդյան օրը Վահան Հովհաննիսյանը մահացավ Բեռլինում։ Նրան էր 58 տարեկան։ Պաշտոնական տեղեկատվությունն էր, որ նա մահացավ պրոստատայի քաղցկեղի բարդություններից։ Նա եղել էր հիվանդ, նա եղել էր բուժման տակ, բայց հիվանդությունը զարգացել էր, մահը եկել էր արագ։ Նրա մարմինը տեղափոխվեց Երևան, հուղարկավորությունը տեղի ունեցավ Կոմիտասի անվան Պանթեոնում։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոյոդաական ակտիվիստներ, պարզ քաղաքացիներ։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով մի քանի տարի առաջ քաղաքական հակառակորդն էր Հովհաննիսյանի, եկավ հարգանքի տուրք մատուցելու։ Հոյո բյուրոյի անդամները կրկին կորցրին իրենց ղեկավարներից մեկին։ Ելույթներում խոսեցին Հովհաննիսյանի մասին որպես սկզբունքային մարդու, որպես ազգասերի, որպես պատմաբանի, որպես դիվանագետի։ Ասացին, որ նա ապրեց ազնիվ կյանք, որ նա երբեք չդավաճանեց իր համոզմունքներին, որ նա էր մի մարդ, ում հետ կարելի էր համաձայն չլինել, բայց անհնար էր չհարգել։ 1215 թվականին, հետմահու, Հովհաննիսյանը ստացավ հատուկ մրցանակ տարվա լավագույն գիրք արարողության ժամանակ Երևանում իր Մանդիլյոն վեպի համար։ Դա էր գրական ստեղծագործություն, որը նա գրել էր իր կյանքի վերջին տարիներին։ Գիրքը պատմում էր պատմական միստիկ հյուսվածք, կապված հնագույն հայկական սրբազան գանձերի հետ։ Բայց հարցերը մնացին։ Ինչպես պետք է մենք հիշենք Վահան Հովհաննիսյանին։ Որպես սկզբունքային մարդ, որը 3 տարի նստեց բանտում իր համոզմունքների համար։ Որպես քաղաքական գործիչ, որը միշտ ընտրում էր ազգային շահերը անձնական կարիերայից բարձր։ Որպես դիվանագետ, որը կառուցեց կամուրջներ Հայաստանի և միջազգային հանրույթի միջև։ Այսպես, թե որպես մարդ, որը ապրեց կրկնակի կյանք, որը հրապարակում խոսում էր սկզբունքների մասին, բայց փակ դռների հետևում համաձայնվում էր փողզիջումների, որը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից փետրվարի 21-ին, բայց որի կուսակցությունը մտավ կոալիցիա մարտին, որը պայքարեց Թուրքիա-Հայաստան պրոտոկոլների դեմ, բայց որի կուսակցությունը կոալիցիայում էր, երբ այդ պրոտոկոլների բանակցությունները սկսվեցին։ Ամերիկյան դիվանագետի WikiLeaks-ից արտահոսված գնահատականը, որ Հովհաննիսյանը հստակ ամենասիրված դաշնակցականն է հանրային պերսոնայով, ինչ-որ բան ասում է։ Դա նշանակում է, որ նրա հմայքը, նրա ինտելեկտը, նրա խոսելու ունակությունը դարձրել են նրան տարբեր մյուս հոյոդա ղեկավարներից։ Դա նշանակում է, որ նա կարողանում էր ներկայացնել կուսակցության դիրքորոշումները ավելի մոտիկ, ավելի հասկանալի, ավելի համոզիչ ձևով։ Բայց այդ նույն հմայքը կարող էր լինել գործիք։ Կարող էր Հովհաննիսյանը խաղալ դեր, սկզբունքային քաղաքական գործչի դերը, որը թույլ էր տալիս հոյոդային պահպանել երկակի կերպար։ Կուսակցությունը կարող էր լինել իշխանության մեջ, բայց միևնույն ժամանակ պահպանել քննադատական հեռավորությունը։ Հովհաննիսյանի հրապարակային բողոքները կարող էին լինել այդ ռազմավարության մասը, բայց սա կարող է լինել չափազանցված կասկածամտություն։ Ճշմարտությունը կարող է լինել ավելի պարզ։ Հովհաննիսյանը կարող էր լինել մարդ, ով իսկապես հավատում էր սկզբունքներին, բայց ով նաև ապրում էր քաղաքականության բարդության մեջ։ Քաղաքականությունը չէ փիլիսոփայություն։ Քաղաքականությունը փողզիջումների արվեստ է։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Կուսակցական կառավարման մեջ անհատը չի կարող միշտ պարտադրել իր կամքը։ Հովհաննիսյանը կարող էր խորը համոզված լինել, որ հոյոդան չպետք է մտներ կոալիցիա Սարգսյանի հետ 1208 թվականի մարտին։ Բայց եթե բյուրոն որոշեց մտնել, Հովհաննիսյանը պարտավոր էր ընդունել այդ որոշումը։ Կուսակցական կարգապահությունը պահանջում է այդ։ Նրա փետրվարի 21-ի հրաժարականը կարող էր լինել իսկական բողոք, բայց կուսակցությունը կարող էր որոշել, որ կոալիցիան ավելի կարևոր է, քան մի անհատի անձնական դիրքորոշումը։ Հովհաննիսյանը կարող էր ընդունել, թեև ներքուստ համաձայն չլինել, կամ կարող է լինել, որ դա ամբողջությամբ նախապես պլանավորված էր։ Կարող է լինել, որ բյուրոն հատկապես ընտրեց Հովհաննիսյանին խաղալ սկզբունքային ընդդիմադիրի դերը, որպեսզի կուսակցությունը կարողանա մտնել կոալիցիա առանց կորցնելու իր ընդդիմադիր կերպարը։ Կարող է լինել, որ Հովհաննիսյանի հրաժարականը, նրա հետագա քննադատությունը, նրա բողոքները, բոլորն էլ մաս էին մի ավելի մեծ սցենարի։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, քանի դեռ չունենք մատչում բյուրոյի փակ նիստերի արձանագրություններին, քանի դեռ չունենք Հովհաննիսյանի անձնական նամակագրությունը, քանի դեռ կենդանի չեն այն մարդիկ, ովքեր կարող էին վկայել, և նրանք լռում են։ Բայց մենք կարող ենք դիտել փաստերը, և փաստերը ցույց են տալիս մի շաբլոն։ 1998 թվականին
Հովհաննիսյանը դուրս եկավ բանտից եւ դարձավ խորհրդական Քոչարյանի մոտ։ Պատճառը պաշտոնապես էր, որ Քոչարյանը վերականգնեց արդարությունը, բայց Քոչարյանը էլ շահ ուներ Հ.Յ.Դ.Մայի աջակցությունից։ 1208 թվականին Հովհաննիսյանը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից բողոքի նշան, բայց Հ.Յ.Դ.-ն մտավ կոալիցիա Սարգսյանի հետ մի քանի շաբաթ անց։ 1209 թվականին Հ.Յ.Դ.-ն դուրս եկավ կոալիցիայից պրոտոկոլների պատճառով, բայց կուսակցությունը մտել էր կոալիցիա այն ժամանակ, երբ պրոտոկոլների բանակցությունները արդեն սկսված էին։ Այս շաբլոնը կարող է ցույց տալ երկու բան. կամ Հովհաննիսյանը եւ Հ.Յ.Դ.-ն կատարում էին թատրոն, կամ կուսակցությունը մշտապես ուշացած էր գնահատելու իրադրությունը եւ ստիպված էր արձագանքել արդեն կատարված փաստերին։ Քաղաքագիտական վերլուծաբանները, երբ խոսում են Հովհաննիսյանի մասին, հաճախ օգտագործում են արտահայտություն, պատասխանատու քաղաքականություն։ Դա նշանակում է քաղաքականություն, որը հաշվի է առնում իրականությունը, որը խուսափում է ծայրահեղություններից, որը փնտրում է հավասարակշռություն տարբեր շահերի միջև։ Հովհաննիսյանի քաղաքականությունը կարելի է անվանել պատասխանատու։ Նա երբեք չկոչ արեց հեղափոխության, նա երբեք չառաջարկեց բռնություն, նա միշտ աջակցեց սահմանադրական միջոցներին, նա մասնիչոցներին, նա մասնակցեց ընտրություններին, նույնիսկ երբ գիտեր, որ դրանք կեղծ են։ Նա աշխատեց պարլամենտում, նույնիսկ երբ գիտեր, որ պարլամենտն ուժեղ չէ։ Նա վստահեց դիվանագիտությանը, նույնիսկ երբ գիտեր, որ դիվանագիտությունը դանդաղ գործընթաց է։ Բայց արդյոք պատասխանատու քաղաքականությունը նշանակում է գործարքային քաղաքականություն։ Արդյոք սկզբունքների եւ փոխզիջումների միջև կա սահման, որը չպետք է անցնել։ Արդյոք Հովհաննիսյանը անցավ այդ սահմանը։ Այս հարցերին չկա եզակի պատասխան։ Յուրաքանչյուր մարդ կգնահատի տարբեր կերպ, կախված իր սեփական արժեքներից, սեփական քաղաքական փիլիսոփայությունից, սեփական փորձից։ Ոմանք կասեն, որ Հովհաննիսյանը էր իդեալական քաղաքական գործիչ, մարդ, ով կարողացավ հավասարակշռել սկզբունքներն ու փոխզիջումները, ով կարողացավ պահպանել իր ազնվությունը դաժան քաղաքական ասպարեզում, ով կարողացավ ծառայել իր ազգին տարբեր դերերում։ Այլ կասեն, որ Հովհաննիսյանը էր կեղծավոր քաղաքական գործիչ, մարդ, ով ձևացնում էր սկզբունքայնություն, բայց փաստորեն մասնակցում էր իշխանական համակարգին, ով օգտագործում էր իր հմայքը եւ հեղինակությունը քողարկելու Հ.Յ.Դ.-ի քաղաքական կոնյունկտուրալիզմը, ով խոսում էր մեկ բան, բայց գործում էր այլ կերպ։ Երրորդները կասեն, որ Հովհաննիսյանը պարզապես էր մարդ իր թերություններով եւ առաքինություններով, մարդ, ով փորձում էր անել ճիշտ բաները բարդ իրավիճակներում, մարդ, ով երբեմն հաջողում էր, երբեմն ձախողում, բայց միշտ աշխատում էր հավատարիմ մնալ իր հիմնական հավատքին։ Ճշմարտությունը հավանաբար գտնվում է այդ երեք դատողությունների խաչմերուկում։ Հովհաննիսյանը չէր ոչ սուրբ, ոչ դավաճան։ Նա էր քաղաքական գործիչ, ով ապրում էր քաղաքականության ոչ սև-սպիտակ աշխարհում։ Բայց ինչպես մենք կարող ենք գնահատել նրա ժառանգությունը։ Ինչ թողեց նա հայ քաղաքականությանը։ Առաջին, նա եղավ խորհրդանիշ անկախ Հայաստանի ձևավորման ժամանակաշրջանի։ Նա եղավ մեկը այն մարդկանցից, ովքեր մասնակցեցին Արցախյան ազատագրական պայքարին, ովքեր կառուցեցին նոր քաղաքական համակարգը, ովքեր փորձեցին ստեղծել դեմոկրատիա խորհրդային ժառանգության վրա։ Երկրորդ, նա եղավ Հ.Յ.Դ.-ի դեմք անկախ Հայաստանում։ Կուսակցությունը, որը ծագել էր 1890 թվականին, որը գոյություն ուներ 120 տարի, գտավ նոր դեր ինքնիշխան Հայաստանում, Հովհաննիսյանի նման մարդկանց շնորհիվ։ Երրորդ, նա սելունդների համար դարձավ օրինակ, թե ինչպես կարելի է մնալ քաղաքականությանը առանց կորցնելու մտավորականի կերպարը։ Նա գիտեր պատմությունը, նա գրել է գիրք, նա հնագիտական հայտնագործություն արեց, նա ապրեց մտքի կյանքը քաղաքական կյանքի կողքին։ Չորրորդ, նա ցույց տվեց, որ հայը կարող է լինել միջազգային դիվանագետ։ Նրա աշխատանքը Եվրոպայի խորհրդում, Եռոնեստում, սոցիալիստական ինտերնացիոնալում, վերջապես Գերմանիայում որպես դեսպան, բոլորը ցույց տվեցին, որ հայ քաղաքական գործիչը կարող է հասկանալի լինել եվրոպացիների համար, կարող է հաղորդակցվել նրանց հետ, կարող է ներկայացնել Հայաստանը արդար ձևով։ Բայց նրա ժառանգությունը նաև ներառում է հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Հարցեր իշխանության եւ սկզբունքների, համաձայնության եւ ցան եւ բողոքի, հրապարակայնի եւ փակ քաղաքականության մասին։ Մենք չենք կարող պատասխանել այդ հարցերին Հովհաննիսյալի փոխարեն, բայց մենք կարող ենք դրանք տալ, եւ այդ հարցերը ինքնին արժեք ունեն, քանի որ քաղաքականությունը միշտ պետք է լինի հարցադրումների ներքո, քաղաքական գործիչները միշտ պետք է հաշվետու լինեն,
եւ քաղաքացիները միշտ պետք է պահանջեն թափանցիկություն։ Վահան Հովհաննիսյանը մահացավ 58 տարեկանում։ Նա ապրեց ինտենսիվ կյանք։ Նա տեսավ իր երկրի անկախացումը, նա մասնակցեց պատերազմի, նա նստեց բանտում, նա դարձավ պատգամավոր, նա դարձավ փոխնախագահ, նա դարձավ դեսպան, նա ապրեց պատմությունը։ Բայց այն, ինչ նա մտածում էր իր ամենաանձնական պահերին, այն, ինչ նա զգում էր, երբ ընտրում էր մի ճանապարհ ոչ թե մյուսը, այն, ինչն էր նրա իսկական համոզմունքը, այդ ամենը մնաց նրա հետ։ Մենք ունենք միայն նրա հրապարակային կյանքը, եւ այդ հրապարակային կյանքը լի է հակասություններով, որոնք կարող են բացատրվել տարբեր ձևերով, կախված նրանից, թե ինչ տեսանկյունից ենք նայում։ Եթե նայում ենք սիրում ու հարգանքով, մենք տեսնում ենք մարդու, ով փորձեց բարդ իրավիճակում գտնել ճիշտ ճանապարհը։ Եթե նայում ենք կասկածամտությամբ, մենք տեսնում ենք մարդու, ով խաղաց քաղաքական խաղեր եւ օգտագործեց իր հմայքը թաքցնելու իր ընտրությունների պատճառները։ Եթե նայում ենք հավասարակշռված կերպով, մենք տեսնում ենք մարդու, ով էր եւ մեկը եւ մյուսը, կախված հանգամանքներից։ Բայց այն, ինչ մենք չենք կարող անել, դա է անտեսել հակասությունները։ Քանի որ այդ հակասությունները նրա պատմության մասն են, եւ նրա պատմությունը Հայաստանի պատմության մասն է։ Վահան Հովհաննիսյանը թաղված է Երևանում։ Նրա գերեզմանը այցելում են մարդիկ, ովքեր նրան գիտեին, մարդիկ, ովքեր հարգում էին նրան, մարդիկ, ովքեր ցանկանում են հիշել նրան։ Եվ երբ նրանք կանգնում են նրա գերեզմանի առջև, յուրաքանչյուրն իր սեփական մտքերն ունի նրա մասին, յուրաքանչյուրը տեսնում է նրան տարբեր, որովհետև Վահան Հովհաննիսյանը չէր մի պարզ կերպար, նա էր բարդ մարդ բարդ ժամանակներում։ Եվ նրա պատմությունը հարց է, ոչ թե պատասխան։ Հարց այն մասին, թե ինչպես մենք գնահատում ենք քաղաքական գործչին։ Արդյոք միայն հրապարակային հայտարարություններով, թե նաև փակ գործողություններով։ Արդյոք միայն սկզբունքներով, թե նաև արդյունքներով։ Արդյոք միայն նպատակներով, թե նաև միջոցներով։ Եվ այս հարցերը վերաբերում են ոչ միայն Վահան Հովհաննիսյանին, դրանք վերաբերում են բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում։ Քանի որ քաղաքականությունը միշտ է լինելու հրապարակայինի եւ գաղտնիի, սկզբունքների եւ փոխզիջումների, իդեալի եւ իրականության միջև տարածությունը, եւ մարդիկ, ովքեր մտնում են այդ տարածությունը, միշտ կմնան հարցադրումների տակ։ Վահան Հովհաննիսյանը մտավ այդ տարածությունը, եւ նա մնաց այնտեղ մինչեւ իր վերջին օրը։ Արդյոք նա արեց ճիշտ ընտրություններ։ Մենք երբեք ստույգ չենք իմանա, բայց մենք գիտենք, որ նա արեց ընտրություններ, եւ այդ ընտրությունները ձևավորեցին ոչ միայն նրա սեփական կյանքը, այլև Հայաստանի քաղաքական պատմությունը։ Եվ այդ բավական է, որպեսզի նրա պատմությունը արժանի լինի պատմելու, արժանի լինի հիշելու, արժանի լինի հարցադրելու։